Հիմա այստեղ խորհրդային ժամանակ ինչ ա եղել, բոլոր մարզաձևերի, խորհրդային, բազա է եղել, 1965-68 թվականներին է կառուցվել ու ոչ բոլոր մարզաձևերի, հիմա ձեզ կներկայացնենք էլի ինչ կա եւ ինչ ծրագրեր ունենք, բայց Լողավազանից խորհրդային միության ժամանակներից է եղել, դրանից հետո արդեն Լեզոնիայի Բերնի քաղաքից լողի թիմ է ունեցել ու 2026 թվականին Հիմա իմաստը ես ֆորմուլան տեսա, չէ, որ մարզիկներ բան, ստեղ հավաքները, այո, իսկ հյուրանոցային ենթակառուցված կա։ երկու համար ունենք բան վարչապետ։ Ինչ վիճակի։ Լավ վիճակում չի շատ, բայց հիմա ընթացքի մեջ ենք, վերանորոգում ենք, արդեն ընդհանուր երկու հարկը վերանորոգել ենք, ընդհանուր 9 հարկանի է, հարկ վերանորոգելով իջնում ենք, որ հյուրանոցներ աշխատի։ Բացօր ժամանակակից պայմանների Այս բանին այո, բայց ընդհանուր Հայաստանում մեր գործերի քանակն է շատ։ Լողավազանների ժամանակները քիչ Իրանք որ մի հատ մարզադաշտ ունեն ներքին միջազգային նորմալ կարգի մրցումներ կար։ մարզումների բանի համար, եթե կարենան նորմալ ոսկա պահովեք, արդեն ձեր ներդրումային մյուսներն էլ սենց կամաց, այսինքն ինքը կարա տենց էպիկենտրոն դառնա թենիսը պրոցեսի ու զարմանալի, բայց դա աշխատանք, մարքեթինգ ամենը իրազեկում արդի մարդիկ իմանան գրավիչ պայմաններ Այս դաշտը, ֆուտբոլի այս դաշտն է, այնստեղ մենք նավար լսում ենք 1900 հանդիսատեսի համար դաշտ կառուցենք, այսինքն այդ դաշտը ունենք, հիմա իրան պետք է վերազինենք ու կողքը արդեն դե ասած այդ քոթերապետիկական վազքով է լինելու։ Ներքևի այս սա պարոն վարչապետ, այս հեղինով ամբողջը մեր այդ իմ ասած 6-8 կիլոմետրանոց վազքովին է, որի 3.5 կիլոմետր ասֆալտն արդեն արված է։ վազքուղի, վազք հեծանի ինքը հեծանի դահուկա վազ, վարչապետ, բիատլոն, ընդեղ կողքը այս հրաձգարանն է, որ պետք է կառուցվի, սովետական միության ժամանակ ինքը տենց շատ վատ բաց հրաձգարան է եղել, բայց սա մենք պետք է կառուցենք մեր ծրագրերով եւ սա արդեն այդ ձուն սարքող մեքենաներն են, որը որ մեր տրասայի համար պետք է սա էլ անենք, որ այսինքն իր գոտին նենց է որ Ծաղկաձորում եթե ձուն կա, տեղ ձյունը մնում է։ Հաստատ, պարոն վարչապետ, ու ասեմ, հենց հետևում է մեր։ Ինքը անտառի մեջ է, ինքը ծմակ տեղ է, էլի շատ արև չի լինում, միշտ ստեղ ձուն լինում է, պարոն վարչապետ։ Այս արդեն մեր լողավազանն է կառուցված, սա մեր ծրագրով էլի մի հատ էլ լողավազան պետք է կառուցենք բացօթյա, պարոն վարչապետ։ Ստեղ ներդրումային հնարավորություն 30-ից մինչև 60 քառակուսի մետր։ Շատ մեծ պոտենցիալ ունի։ Այսինքն ինքը շուրջ տարի կարող է աշխատել, ձմեռը ձմեռային, ամենը ամառային։